Նիկոլ Փաշինյանին քարոզարշավի առաջին օրից դուք այսպես ասած մարտահրավեր եք նետում, որ դուրս գա եւ Էջմիածնում հայտնվի, այսպես քաղաքական նաեւ բանավեճի։ Փաշինյանը այստեղ չհայտնվեց, բայց հայտնվեց Հովանավանքում, քաղաքական հավաք կազմակերպեց Հովանավանքի տարածքում, եկեղեցու տարածքում, ինչպես է գնահատում տեղի ունեցող այդ միջոցառումը, ունեցած միջոցառումը եւ արդյոք ճիշտ են այն գնահատականները, որ Փաշինյանը տապալվեց իր այդ պլաններում։ Նախ իրենք խայտարակ եղան, ամբողջ վարչական ռեսուրսը կիրառելով կարողացան մի քանի 100 մարդ հավաքել կամ գուցե 1000, բայց այստեղ խնդիրը քանակի մեջ չի։ Խնդիրը այն է, որ դա ինքնիրավչություն է, դա եկեղեցի գործերի միջամտություն է, դա ապօրինություն է, դա թուրք-ադրբեջանական ծրագիր է, ինքը Փաշազադեի հրահանգով է աշխատում եւ հարձակվում է արդեն ոչ միայն նաև հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ է, այլ հարձակումը քրիստոնեության դեմ է, հայ քրիստոնյաների դեմ է, սա հակաքրիստոնեական շարժում է։ Նիկոլ Փաշինյանը ուզում է դավանափոխ անել հայերին, որովհետև ինքը ծրագիր ունի, որը հրահանգով է իրականացնում, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է մտցնի Թուրքիայի տակ, իսկ Թուրքիայի տակ մտցնելու համար նաև պետք է հայերին դավանափոխ անի։ Արցախը հանձնեցին, հիմա ուզում են Հայաստանը հանձնել։ Այս առումով մենք կարծում ենք, որ այն ինչ որ տեղի ունենում Հովանավանքում դա ուրեմն նիկոլական աղանդի միջոցառում է, դա խայտարակ էջ է լինելու մեր պատմության մեջ, բայց այդ պատմության էջը մենք պետք է թերթենք եւ նետենք քաղաքական աղբանոց։ Ինչ վերաբերում է Վաղարշապատի ընտրություններին, ապա ես առաջի օրվանից էլ ասել եմ, ինքը եթե ռիսկ ունի, թող գա Վաղարշապատցիների դեմ կանգնի, եթե իրենք չեն ամանչում իրենց կուսակցության ղեկավարից, չեն վախենում, որ խայտարակ վարկանիշ ունի, թող գա ընտրություններին մասնակցի։ Մենք սա համարում ենք քաղաքական գործընթաց, դրա համար մեր ամբողջ թիմը, Մայր Հայաստանի թիմը Երևանից, Գյումրիից, մյուս տեղերից բոլորս կանգնած են, ինքս անձամբ մասնակցում եմ քարոզարշավին, որովհետև սա առաջին հերթին քաղաքական գործընթաց է, թող գա այստեղ կանգնի, գլուխը բնից հանի, գա այստեղ մի հատ խայտարակվի, մի հատ էջմիածինցիները թքեն մրեն իրեն, ինքը հասկանա թե ինքը ով է, ընդ որում ինքը շատ լավ է գիտի, դրա համար եթե նկատել եք դրանց պաստառների վրա քաղաքացիական պայմանագիր կոչված այդ խունտայի լոգոտիպը ուրեմն փոքր են արել շատ, անունն էլ կուսակցության էլի փոքր են գրել, որ մարդիկ մտածեն, որ այսպես մի հատ մինուճար տղա կա, որը ուզում է բան անի, համայնքի ղեկավար դառնա, բայց ես դրանց անունը դրել եմ ուրացողների դաշինք, մեկը հոր արածն է ուրացե, մյուսը եղբոր արածն է ուրացե, այս ուրացողների դաշինքով այս թուրքական ծրագիրը իրականացնողներով եկել են Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում, ուզում են ընտրություններին հաղթեն, բայց ես կարծում եմ, որ համոզված եմ նաև, որ վաղարշապատցիները պետք է քաղաքական ապտակ հասցնեն այդ ծրագրերին եւ քաղաքական աղբանոց ուղարկեն նաև Վաղարշապատում, որովհետև սա շատ կարևոր նաև համապետական նշանակություն է ունենալու։ Նիկոլ Փաշինյանի այդ թիմակիցները, որ ասում են բանավեճից չեկան եւ այլն, բանավեճից իրենք են փախել։ Առաջին օրվանից վայրահաչում էին Դավիթ Կարապետյանի դեմ, մեր ցուցակի ներկայացուցիչ, որը ծաղկունքի բազմամյա ղեկավարն է եղել ու ծաղկունք երբ որ այցելեցինք, ամեն տուն ներս էին հրավիրում մեզ եւ այդ մարդու վարկանիշը եւ հարգանքն ու պատիվը երևում էր։ Իրենք Դավիթ Կարապետյանի հանդեպ այդ վայրահաչոցից հետո ստացան առաջարկ ուղիղ տետատետ բանավեճ վարելու, փախան այդ բանավեճից, հետո ասեցին եկեք թամաշայի մասնակցեք, այդ թամաշային մենք չենք մասնակցում այդ առումով, իսկ ինչ վերաբերում է բանավեճին, քաղաքական process է, թող գա Նիկոլը բանավիճի, եթե կարող է։ Պարոն Թևանյան, Նիկոլ Փաշինյանը խոսում է ընտրություններից համապետական, ասում է ըստ էության, որ ժողովուրդը թե ուզում է խաղաղություն իրենց պիտի ընտրի, իրենք խաղաղություն բերել են եւ խաղաղություն պահողն են։ Եթե հավատանք իրենց պնդումներին, որ խաղաղություն է հաստատված Ադրբեջանի հետ, այդ դեպքում ինչ կարևոր է Հայաստանի իշխանավորը ով է։ Նա խաղաղություն չի հաստատված, գերիներով խաղաղություն չեն հաստատում։ Սա մեկ, երկրորդը Հայաստանի տարածքներ կան օկուպացված, որ այսօրվա իշխանությունն էլ ընդունում է, եթե խաղաղություն հաստատված է, ուրեմն այդ օկուպացված տարածքների հարցը պետք է լուծվի, այլ ոչ թե միակողմանի զիջումների գնանք։ Եվ հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմից առաջ էլ գովազդում էին, որ Դուշանբեից հետո սկսել են չկրակել կամ քիչ կրակել, բայց դրանից հետո այնպիսի կրակոցներ ստացանք, որ հազարավոր զոհեր ունեցանք։ Ինքը խաղաղություն բերող չէ, այդ մարդը ինչ ասում է, հակառակն է անում։ Խափում է մինչև վերջ, խափել է, խափում է, շարունակելու է խափել, սիրելի ժողովուրդ, չհավատաք Նիկոլ Փաշինյանին, ինքը ստի ակադեմիկոս է, ստի ռահվիրա է, կեղծիքի, դավաճանության, այս առումով մենք որևէ հիմքեր չունենք դրան հավատալու, ինքը սեղանի տակ մտած, ոչ թե սեղանի շուրջ նստած է բանակցում, սեղանի տակ մտած նայում է թե ինչ հրահանգներ են տալիս իրեն Թուրքիան ու Ադրբեջանը եւ դա էլ իրականացնում են։ Այդ առումով ինքը ինչ արել է, հակառակն է արել, սկսած
արագաչափերից, տեսախցիկներից վերջացրած խաղաղություն բերելը ինչ ասում է հակառակն է անում։ Առավոտներն էլ այդ կապիկությունները, որ անում են, ասենք այդ ինչ որ մեսիջներ են ուղարկում, չգիտեմ, սրտիկներ են անում, այդ մարդը ինչքան սրտիկ անի, այնքան ժողովրդի գլուխը ուտելու է։ Ճիշտ հակառակն է անելու։ Եվ մենք սա փորձով տեսել ենք եւ հիմա էլ դրա համար էլ ասում եմ, ռիսկ ունի թող գլուխը բնից հանի, գամտնի վաղարշապատի ընտրության։ Թող ասի, որ այս տղան, այդ որ հոր անցած ճանապարհը ուրացել է։ Ասի, այս տղան իմ տեխնացուն է։ Եթե դուք ընտրում եք իրան, ընտրում եք ինձ։ Այդ տղան հիմա խափում է։ Մենք ինֆորմացիա ունենք, որ մարդկանց տարածում են, ասում են, որ ԿՊ-ի հետ ինքը կապ չունի, ինքը մեր մինուճար տղան է։ Եկեք իրեն ընտրեք, այդ Գյումրիում էլ հիշում եք, մեր Սարիկ էին անում եւ այլն, գյումրեցիները մի հատ թարս ապտակ տվեցին, ասեցին եկել եք սատանի մայլեն քանդերբազություն եք անում, այսինքն դու եք ուզում խափեք։ Հիմա ստեղ նույնն են ուզում անել։ Խոյն էլ միացրել են, մտածելով որ խոյից իրանք ինչ-որ ձեներ ունեն, որ էջմիածնի չունեցած ձեներին գումարեն, ինչ-որ բաներ կարողանան անեն, այն աղբոր հիշատակը պղծողնել կողքից կծվելու է, որ փաստորեն Երևանի մոդելը ստանան։ Երևանում խափեցին ժողովրդին, քվեները վերցեցին ու հիմա երևանցիներին թալանում են բոլոր հնարավոր տարբերակներով։ Գյումրիում ապտակը ստացան, դիմեցին ռեպրեսիաների, հետել է խայտարակություն։ Հիմա այստեղ էլ ուզում են նույնը անել, բայց մենք Երևանում էլ են կոչանում ակտիվ մասնակցել ընտրության մարդիկ մի քիչ пассив մնացին ու նույնիսկ այդ պարագայում ԿՊ-ն պարտվեց ու մեքենայություններով ու կուլիսային այդ անասնագողություններով դարձան իշխանություն։ Գյումրիում արդեն մարդիկ հետևություն արեցին, շատ բարձր մասնակցություն եղավ։ Հիմա Մայր Հայաստանը ասում է, որ արդեն երրորդ փուլն ենք եկել, որ պետք է արդեն իշխանական լծակները վստահել Մայր Հայաստանին եւ մենք Ժողովուրդ ջան, ոնց որ բոլոր տեղերում ենք աշխատում, 24 ժամ լինելու են քաղաքացու կողքը եւ մեր խոստումները ամբողջությամբ իրականացնելու ենք։ Եթե չիրականացնենք, դիմացը համապետական ընտրություններ են, դուք ձեր պատասխանը կտաք, բայց ես համոզված եմ, որ մենք իրականացնելու ենք։